Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին համայնքային ոստիկանության Արաբկիրի և Շենգավիթի բաժինների գործընկերների հետ համատեղ։ Մարտի 1-ին ժամը 18-ին ապօրինի զենք զինամթերք պահելու և կրելու կասկածանքով մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք ձերբակալեցին և Շենգավիթի բաժին տեղափոխեցին նույն փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդու, որի մոտ ոչինչ չհայտնաբերվեց, սակայն դեպքի վայրի զննությամբ Մանանդյան փողոցի շենքերից մեկի 3-րդ և 4-րդ հարկերի միջնամասում հայտնաբերվեց AK-74 տիպի ինքնաձիգ 28 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Փետրվարի 25-ին համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ երկու երիտասարդ Opel Mակնիշի մեքենայով շրջում են Գյումրի քաղաքում և կպչուն ժապավենով փաթեթավորված թմրանյութեր տեղադրում։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ մեկը երևանցի է, մյուսը Աբովյան քաղաքից, երկուսն էլ 22 տարեկան։ Ստացվեց նաև տեղեկություն, որ նրանք Ազատանից Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտերում, Գյումրիի օդանավակայանի խճուղում մոտակայքում և Վարդբախ տանող ճանապարհին տեղադրել են թմրանյութեր և բջջային հեռախոսով լուսանկարել թաքստոցները։ Նույն օրը թմրամիջոցներ ապօրինի պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Վարդբախ տանող ճանապարհի սկզբնամասում երիտասարդները ձերբակալվեցին և օփելով հանդերձ տեղափոխվեցին Կումայրիի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել և վերցվել են բջջային հեռախոսները և դեղնականաչավուն զանգվածով մեկական քաթուցիչ։ Երկուսն էլ հայտնել են, որ կարմիր և կապույտ 24 փաթեթով մարիխուանան ձեռք են բերել Տելեգրամի մի կայքէջի միջոցով, որոշակի գումարի դիմաց դրանք Գյումրիի տարբեր հատվածներում տեղադրելու համար։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ողջույն, ես Այգ Մկրտչյանն եմ։ Այսօր կխոսենք մի շատ կարևոր հանցատեսակի մասին, որի ընթացքում հանցագործները թիրախավորում են ձեր բանկային քարտերը։ Ընդ որում, նշանակություն չունի, թե կոնկրետ որ բանկին է պատկանում ձեր բանկային քարտը։ Այս հանցատեսակի ընթացքում հանցավորների հիմնական նպատակն է դառնում հավաքագրել ձեր բանկային քարտի ողջ տեղեկատվությունը։ Այսինքն, բանկային քարտի ամբողջական դիմացի թվերը եւ ԵՏՎ CVV կոդը, ինչը վերջնարդյունքում վերջիններիս հնարավորություն է տալիս հափշտակել ձեր բանկային քարտում եղած ոչ դրամական միջոցները։ Այս հանցագործությունը շատ տարածված է երկու հիմնական եղանակով։ Առաջինի պարագայում հանցագործները հատուկ տեխնիկական միջոցներ են տեղադրում բանկոմատների վրա։ Ահա այս տեսանյութում հստակ երևում է, որ բանկոմատի վրա առկա է հատուկ տեխնիկական միջոց, այսինքն նրանք կրկնօրինակել են բանկոմատի կառուցվածքը եւ տեղադրել են սարքավորում բանկոմատի նման, ինչը հնարավորություն է տալիս վերջիններիս կրկնօրինակել բանկային քարտի տվյալները։ Երկրորդի պարագայում այն բավականին արագ է տեղի ունենում, օգտագործելով հատուկ փոքրիկ սարքեր, հանցագործները հնարավորություն են ունենում վայրկյանների ընթացքում կլոնավորել ձեր բանկային քարտի տվյալները։ Վերջնարդյունքում հավաքագրելով ամբողջական տեղեկատվությունը նրանք կամ սև շուկայում կվաճառեն ձեր բանկային քարտի տվյալները, կամ կվատնեն ձեր բանկային քարտում եղած դրամական միջոցները։ Որպեսզի չդառնաք նմանատիպ հանցագործության զոհ, անհրաժեշտ է, երբ օգտագործում եք օրինակ բանկոմատը եւ փորձում եք բանկոմատի միջոցով կանխիկացնել ձեր դրամական միջոցները, անհրաժեշտ է ստուգել բանկոմատը, համոզվելու համար, թե բանկոմատում արդյոք առկա են տեղադրված որևէ այլ սարքավորում։ Սրճարանում կամ որևէ առևտրի կենտրոնում, եթե դուք պատրաստվում եք վճարում իրականացնել բանկային քարտի միջոցով, ապա այդ վճարումը պետք է իրականացնեք անձամբ, այլ ոչ թե ձեր բանկային քարտը տրամադրեք այլ անձի, որպեսզի նա ձեր փոխարեն իրականացնի վճարումը։ Այս պարզ քայլերի հաջորդականությունը հնարավորինս կնվազեցնի ձեր հանցագործության զոհ դառնալու հնարավորությունը։ Եթե արդեն իսկ դարձել եք նման հանցագործության զոհ, ապա անհապաղ դիմեք ոստիկանություն։ Իսկ եթե ունեք ֆինանսական հափշտակություններով որևէ խորհրդատվության կարիք, ապա կարող եք զանգահարել Ներքին գործերի նախարարության կիբերհանցագործությունների վարչությունում գործող մասնագիտացված թեժ գծի հեռախոսահամարը։ Ձեզ հետ Այգ Մկրտչյանն է, կհանդիպենք։
Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքերը փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապվիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։